Պարոն Հակոբյան, երեք տեսակ Զվարթնոցոթանավակայանում կաթողիկոսին ինչ հոծ բազմություն դիմավորեց, ինչպիսի հասարակական հանրային աջակցություն ունի նա, սրանից հետո կդադարեցնի իշխանությունը նրան թիրախավորելը։ Բայց ես որևէ թիրախավորում չեմ տեսնում, ինչ վերաբերում է հոծ բազմությանը, ես այսպես ասեմ, նույն դեմքերը, ովքեր որ տարբեր առիթների, երբ օրինակ, չգիտեմ, Բագրատ Գալստանյանը կամ այլ ընդդիմադիր քաղաքական գործիչ փորձում են փողոցում ինչ-որ ակտիվություն ցուցաբերել, այդ նույն դեմքերն են հավաքվում, հիմնականում տեսա, այսպես ինչ-որ արական սեռի ներկայացուցիչներ, այսպես տենց խրող դեմքերով քայլում էին դեպի Զվարթնոցոթանավակայան, այնպես որ այդքանը հոծ բազմության մասին, Իշխան Սաղաթելյանի, Արթուր Վանեցյանի հրավիրած հոծ բազմության մասին եւ իրենց խրող դեմքերի մասին։ Բայց սա այնուհանդերձ չի նշանակում, որ կաթողիկոսը աջակիցներ ունի եւ նրանք կպաշտպանեն Նիկոլ Փաշինյանից Գարեգին երկրորդին։ Իսկ որևէ մեկը ասեց, որ կաթողիկոսը աջակիցներ չունի, բա Իշխան Սաղաթելյանը, Արթուր Վանեցյանը կաթողիկոսի աջակիցները չեն։ Դե իրենք շարունակաբար միշտ աջակցում են կաթողիկոսին եւ որոշ հոգեվորականներ էլ իդեմս Բագրատ Գալստանյանի աջակցում էին Իշխան Սաղաթելյանին, Արթուր Վանեցյանին, այնպես որ հայտնի խոսքը, որ ասում են, պասերով։ Կաթողիկոսը իր խոսքում նշել է, որ ասում է, գիտեմ, որ եկել եք ձեր վրդովմունքը հայտնելու վերջին օրերին հանրապետության վարչապետի կողմից թույլ տրված եկեղեցու եւ եկեղեցականների հասցեին արված արտահայտությունների առնչությամբ, գիտենք, որ այդ արտահայտությունները համընդհանուր վրդովմունք են բերել ժողովրդի մոտ եւ աշխարհի սփյուռքում ապրող հայերի մոտ, դուք սա ինչպես եք մեկնաբանում, ինչու է Նիկոլ Փաշինյանն այնպիսի հայտարարություն անում, որ զայրանում են եւ այստեղ եւ Սփյուռքում։ Եվ այնուամենայնիվ, որպեսզի որևէ տարընթերցում չլինի, պետք է պատասխանել մի պարզ հարցի. կաթողիկոսը ամենայն հայոց Գարեգին Բ-ն զավակ ունի թե չունի, որովհետև իրենք ամեն ինչից խոսում են, բայց այդ պարզ հարցի պատասխանը չեն ուզում տալ։ Էլ Արշակ Սրբազանը, ասում է կան սխալ պատասխաններ, բայց կան նաև սխալ հարցեր։ Իսկ ինչու՞մն է այդ հարցի սխալը։ Միգուցե բացատրի, ինչու՞մ է կայանում սխալ հարցը։ Եվ եթե չկա նման բան, միգուցե արժի պարզ տեքստով ասել. հարգելի հայրենակիցներ, հարգելի հոգևոր հոտ, ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը չունի զավակ։ Եվ դրանով թեման կփակվեր։ Եվ այս թեման, որ այսպես անverջ խոսվում է եւ որևէ հանգուցալուծում չունի, դրա միակ պատասխանը այն է, որ իրենք չեն պատասխանում մի պարզ հարցի։ Եվ երբ որ կաթողիկոսը օթանավակայանում ասում է, որ վարչապետի արած արտահայտությունները զայրույթ են առաջացնում ձեր մոտ, որ արտահայտություն։ Իսկ միգուցե այդ հարցին պատասխանի կաթողիկոսը եւ թեման կփակվի, որովհետեւ թեման այսօր դա է։ Դուք ասում եք հենց պատասխաններ կփակվի թեման, բայց Նիկոլ Փաշինյանն ասում է ես փաստեր ունեմ, այդ ինչ փաստեր ունի Նիկոլ Փաշինյանը։ Ես չգիտեմ ինչ փաստեր ունի, բայց եթե ինչ փաստերի մասին խոսելը, պետք է այդ հարցին պատասխանել։ Եվ եթե պատասխանը չլինի ոչ, լինի այո, ելի թեման կփակվի։ Բայց իրենք այդ հարցին որևէ ձևով չեն անդրադառնում, բացի նրանից, որ ասում են կան սխալ պատասխաններ եւ կան սխալ հարցեր։ Այս հարցը սխալ հարց է։ Իսկ միգուցե նաեւ բացատրվի հոգեվոր հոտին եւ մեր քաղաքացիներին, թե ինչով է այս հարցը սխալ։ Իսկ ինչով է այս հարցը իշխանության տիրույթում։ Այս հարցը իշխանության տիրույթում չի։ Այս հարցը հոգեվոր մարդու տիրույթում է։ Ես որպես մանկուց այդ միջավայրում մեծացած մարդ, ես մանկուց մեծացել եմ հայ առաքելական եկեղեցում, Աղարատյան հայրապետական թեմում, ասել է Սուրբ Սարգիս եկեղեցու
Բաքում եմ անցկացրել իմ մանկությունը եւ ոչ թե որովհետեւ այնտեղ եմ բնակվել, այլ եղել եմ երիտասարդ տած միության սան, երգել եմ երգչախմբում եւ ես ինձ համարում եմ հոգեվոր մարդ եւ այդ ժամանակ երբ ես հայ առաքելական եկեղեցու երիտասարդաց միության սան էի եւ երգում էի երգչախմբում, այդ ժամանակ arczepiskopos-ը Գարեգին Սրբազանն էր, այն ժամանակ դեռ կաթողիկոս չէր եւ ես նրան վերաբերվել եմ որպես սուրբ մարդու եւ այսօր երբ ես լսում եմ որ նման կասկած կա որպես հոգեվոր մարդ այդ հարցը ինձ հետաքրքիր է, սա իշխանության տիրույթ չէ, սա հոգեվոր մարդու տիրույթ է։ Հիմա որպես հոգեվոր մարդ այս քանի տարի է մամուլում բազմաթիվ հրապարակումներ էին լինում ինչու չէիք հետաքրքրվում բարձրաձայնում ինչու հենց այս փուլում Ես չգիտեմ ինչու հենց այս փուլում հիմա ասենք եթե նախորդ փուլում լիներ դուք ասնելի այդ հարցը չէ բնականաբար ես իսկ դուք մի որոշեք ես ինչ պատասխանեմ ձեր հարցին Ես չեմ որոշում Դե դուք ասում եք մի որոշեք մենք ինչ կանենք ես էլ նպատակահարմար եմ գտնում այդպես պատասխանել ձեր հարցին որ եթե նախորդիվ լիներ այս process-ը դուք հարցնելու եք կարող է հենց անձամբ դուք չհարցնեիք բայց լինելու էին նման հարցեր լրագրողների եւ ոչ միայն լրագրողների կողմից ինչու հենց հիմա սկսեց այս process-ը Պարտվեց Նիկոլ Փաշինյանը այս պատերազմում ըստ էության Սա պատերազմ չէր եւ պատերազմ չի ու ձեր գործընկերներից մեկը երբ հեռախոսով նկարահանում իրականացնելուց չի դադար տալիս ասելու որ բոլոր պաշտոնյաներին քաղաքացիական պատերազմ եք ուզում իսկ միգուցե նրա շեֆերը եւ որոշ իրենց ընդդիմադիր համարող լրատվամիջոցների շեֆերն են ուզում քաղաքացիական պատերազմ Սա պատերազմ չի սխալ ձևակերպում եք լրագրողի հարցն եք Չէ լրագրողի հարցը չեմ համարում Ես ընդհանրապես ձեր մեկնաբանությունը նույնպես պարտվեց այս պատերազմում Ես զուգահեռ տարա մեկ ուրիշ լրագրողի ով որ մոտենում է վարչապետին ասում է պարոն վարչապետ քաղաքացիական պատերազմ եք ուզում իսկ միգուցե այդ լրագրողին իր շեֆերը ուղարկել են որ այդ հարցը տա որովհետև իրենք են տենչում քաղաքացիական պատերազմ որովհետև իրենց կողմնակիցներն էին նոյեմբերի 9-ին մտել եւ հրահրում քաղաքացիական պատերազմ որ այս կողմից էլ գործողություններ իրականացվել եւ իրենց սիրտը հովանար որ քաղաքացիական պատերազմ լինի Նախկին տնօրեն Արտուր Վանեցյանը տեսնում է քաղաքացիական պատերազմի վտանգ Չի տեսնում ուզում է Տեսնելը այլ բան է ուզելը ուրիշ բան է Ես չեմ տեսնում որովհետեւ չեմ էլ ուզում Իսկ ձեր նշված մարդը ինքը ու իր շեֆերը ուզում են Իր շեֆերն են իրան ասել, որ դու կուզես քաղաքացիական պատերազմ։ Ովքեր են իր շեֆերը։ Ինքը լավ գիտի ովքեր են իր շեֆերը, ովքեր են իրեն հրահանգներ տալիս։ Ովքեր։ Ովքեր ինքը շատ լավ գիտի ասում։ Ես չեմ ասում ինքը գիտի չէ թե ես հարցնում եմ ովքեր են իրեն։ Նպատակահարմար չեմ գտնում ասել ովքեր են Արտուր Վանեցյանի շեֆերը։ Այնակ ես հիշում եմ որ Արտուր Վանեցյանին գեներալի կոչում Նիկոլ Փաշինյանը տվեց։ Ես էլ հիշում եմ որ Արտուր Վանեցյան ռուսական հեռուստաընկերության հարցազրույցի ժամանակ ասում է Կրիմնաշ Եվ այդտեղից կարելի է ինչ որ ենթադրություն անել ովքեր են Արտուր Վանեցյանի շեֆերը։ Պարոն Հակոբյան, իսկ ինչ կապ ուներ որ Նիկոլ Փաշինյանն է գեներալ շնորհել չհասկացա այդ։ Բայց որ մարդ ով Հայաստանի Հանրապետությունում գեներալի պաշտոն է ուսադիր է ստացել, իսկ ռուսական եթերում ասում է Կրիմնաշ ու հետո փորձում է ինչ-ինչ ձևերով տենց բան մանևրել թե ինչա նկատի ունեցել, գոնե ասենք այդ տեքստը մի քիչ բան պարապեր, մի քիչ խոսեր բան, որ կարողանար նորմալ գոնե մանևրել։ Դուք մտածեք, որ Կրիմնաշ ասողին հատուկ ծառայություն էիք վստահել կամ այդպիսի մտածելակերպ ունեցող անձին։ Մտածեցինք դրա համար հիմա տեսեք ինքը որտեղ է, ինչով է զբաղված։ Լավ, Որ մտածենք Նիկոլ Փաշինյանի այս հարձակումները հայ եկեղեցու վրա Եկեղեցու վրա որևէ մեկը չի հարձակվել։ Դուք թույլ չեք տալիս ես հարցը տամ։ Որովհետև հարցը սկսում եք եկեղեցու վրա հարձակում արտահայտությունով, Պատասխանի ժամանակ արձագանք։ որովհետև արդեն հարցը չի կարա հնչի։ Ես հիմա Արշակ Սրբազանի նման չեմ ասելու կան սխալ հարցեր։
Կա սխալ ձևակերպված հարց, եկեղեցու վրա հարցակում։ Եկեղեցու վրա հարցակում չկա։ Ես էլ եմ ասում, ես ինձ համարում եմ հայ առաքելական եկեղեցու հետևորդ։ Ես քրիստոնյա մարդ եմ։ Ես քրիստոնյա մարդ եմ։ Նիկոլ Փաշինյանն էլ է հայ առաքել Նիկոլ Փաշինյանը ես չգիտեմ երբանից, բայց համենայն դեպս ինքը հայ առաքելական եկեղեցու ոչ սխալվում է 15 օր առաջ ամեն զատիկին որոշ հոգևորականներից շատ սաղմոս է կարդում Նիկոլ Փաշինյանը դուք հիմա ասում եք 15 օր առաջ է հարց եմ տալիս չէ որովհետեւ տեսեք ինչու եմ այդ թույլ չեք տալիս հարց ավարտեմ Նիկոլ Փաշինյանը 15 օր առաջ սկսեց մի ասեք եկեղեցու դեմ հարցակում ասեք այլ ձևակերպմամբ ես կլսեմ հարց եւ կպատասխանեմ Նիկոլ Փաշինյանը 15 օր մոտ 15 օր առաջ է որ սկսեց իրենց գրառումների շարքը որպես քրիստոնյա ասած անհանգստացած եմ հա ինչպես ինքն է նշել եկեղեցում տիրող այս հոգեվորականների շրջանում այդ խնդիրներով որոնք դա սկսեց այստեղ եկեղեցու հետ կապված մտահոգություն հայտնելով ոչ թե հոգևորականների, այլ եկեղեցու հետ կապված մտահոգություն բարձրացնելով ասեց, որ եկեղեցիներ կան, որ վերածվել են չուլանների եւ որոշ հոգևորականներ, իրենց համարող հոգևորականներ ամենաչար դեմքի արտահայտությունը, իդեպ դուք տեսել եք բանին Աջապահյան ինչ էր Շիրակի թեմի առաջ Այո, դուք տեսել եք նրա աչքերի միջի արտահայտության չարության չափը ինչքան ինքը չարացած է խոսում մարդկանց ես իրավունք ունեմ ես աշխարհիկ մարդ եմ բայց հոգևորականը չի կարող լինել այդքան չար հասկանում եք ես չարացած եմ որովհետև տեսել եմ չար հոգևորական իսկ ինքը ինչից էր չարացած որ տեսնում է չար աշխարհիկ մարդ եթե ես ինքը տեսել է չար աշխարհիկ մարդ ինքը հենց իր գործը նա է որ ինձ դարձի բերի իսկ ինքը չարացած դե լավ էլի ամեն դեպքում խոսքը շարունակեմ երբ Նիկոլ Փաշինյանը մտահոգություն հայտնեց հենց եկեղեցու հետ կապված որոշ հոգևորականներ այդ նույն չար դեմքի արտահայտությունով, աչքերի չար արտահայտությունով սկսեցին վատ բառապաշարով, հոգևորականների դեպ վատ բառապաշարով հարցակում գործել ընտրված վարչապետի վրա։ Եվ եղավ պատասխան։ Ամեն ինչ սկսել է այդտեղից։ Դուք ասում եք ինչի 15 օր առաջ, խնդրեմ, ինչի 15 օր առաջ, որովհետև մտահոգություն հայտնեց, որ որոշ եկեղեցիներ դարձել են չուլաններ, այս կողմից իրենց հոգևորական համարով այդ վեղարով մարդիկ սկսեցին վիրավորական արտահայտություններ անել վարչապետի ինչու այդ բառապաշարով այդ գնացեք այդ հոգևորականին հարցրեք երբ որ այդ բառապաշարի մասին այ գնացեք մի հատ մինչև Նիկոլ Փաշինյանի բառապաշարի մասին խոսելը գնացեք հոգևորականին ասեք դուք հոգևորական մարդ եք դուք հոգևոր ունենալ իմ մասնագիտական բայց ինչու եք ինձ ուղղորդում չեմ ուղղորդում ես չեմ կարող ձեզ ուղղորդել ես հորդորում եմ դե տվեցիք հարցը պատասխանում եմ դեռ 4-5 հարց չեմ կարողանում բան անել։ Ես բոլոր հարցերը մինչև վերջ լսում եմ, նոր պատասխանում եմ։ Հիմա լռում եմ, լսեմ ձեր հարցը։ Շնորհակալություն։ Հիմա ինչու Նիկոլ Փաշինյանը սկսեց այդ բառապաշարով, ինչու դա օրինակ նախ չփորձել գոնե աշխատակազմերի միջոցով հա մայրաթորին տեղյակ պայել, այ գիտեք եկեղեցում այսպիսի բան կա, որ վարչապետին մտահոգում է գուցե հա օքեյ մենք կաթողիկոսի վարչապետ տարաձայնություններ ունենք, բայց քանի որ սա մեր եկեղեցին հա մի հատ հասկանանք ինչ կարելի անել որ այս վիճակը չլինի ինչու միանգամից կառավարության նիստի ժամանակ չուլանանոց են հաջորդ օրն էլ թե բա սրբազան հետ գնա էլ չշարունակել ավարտեցիք այո ուրեմն իսկ ինչն է խնդիրը որ ոչ թե աշխատակազմով է հարցացնում այն բարձը որ որոշ եկեղեցիներ վերածվել են չուլանների այլ կառավարության նիստի ժամանակ է դրա մասին բարձրաձայնում թիրախավորում են եւ լսում են թշնամիները իսկ այս բային թշնամական պետությունը եւս թիրախավորել է մեր հոգեվոր առաջնորդին ավարտեցիք իսկ միգուցե մենք մտահոգվենք մեր եկեղեցով եւ մենք խոսենք բարձրաձայնենք մեր խնդիրների մասին որ եկեղեցիներ կան որ վերածվել են չուլանների իսկ փոխարենը հոգևորականները որպեսզի եկեղեցիները պահեն եկեղեցի այլ չվերածվեն եկեղեցիների չուլանների զբաղված են
այս կամ այն ընդդիմադիր քաղաքական գործչի քարոզչությամբ եւ իրենց հետ կատարում են ընդդիմադիր գործունեություն քաղաքական։ Եթե այդ քաղաքական գործունեությունը, ինչպես դուք եք ասում, չլիներ, Նիկոլ Փաշինյանի հրաժարականը Գարեգին երկրորդը չպահանջեր, էլի բան, հա, այտենց չենք խոսի, հա, լավ, այնտեղ դրած է թող մնա այդ մետլախը, ավազը։ Չէ, եթե նկատեինք, որ զբաղված չեն քաղաքականությամբ, այլ օրինակ բոլորովին այլ գործով են զբաղված, որը էլի կապ չունի եկեղեցու հետ, եւ եկեղեցիները էլի վերածվել էին ճուլաների, որոշ եկեղեցիներ, էլի դրա մասին խոսվեր։ Սա ոչ թե հենց կոնկրետ քաղաքականությամբ են զբաղվում դրա համար է խոսվում եկեղեցին ճուլանի վերածելու մասին, այլ որովհետեւ իրենք իրենց տեղում չեն եւ իրենք իրենց գործը չեն անում։ Պարոն Հակոբյան, հիմա տեսեք, այս երեկվա միջոցառումը Զվարթնոցում, արդյոք իշխանությանը իրենց քայլերը, գործողությունները, հա, վերանայելու, այսպես բան չեն, հա, ազդակներ չեն։ Ինչ առումով։ Դե որ այսինքն համակերպվենք, որ եկեղեցիներ պետք է շարունակեն որոշ եկեղեցիներ վերածվել ճուլանների, վերանայենք մեր մոտեցումը եւ ասենք, լավ, այսքան Արթուր Վանեցյանը ոդկը խփեց հատակին 200 մարդ հավաքեց գնաց կաթողիկոսին դիմավորելու, եկեք վերանայենք մեր որոշումը, թող եկեղեցիները, որոշ եկեղեցիներ շարունակեն մնալ ճուլան, որոշ հոգեորականներ թող իրենց տեղում չլինեն, որոշ կուսակրոններ շարունակեն ունենալ զավակներ եւ մեր հոգեվոր հոտը ապրի այս հոգեվոր միջավայրում։ Վերանայենք, եկեք վերանայենք, ասենք, լավ, դե ուրեմն Արթուր Վանեցյանը, որ սենց մի չէ, Իշխան Սաղաթելյանին էլ եմ տեսել, Սերյան Օհանյանին էլ եմ տեսել։ Ու այլ մարդ չտեսա։ Դե մեկ էլ բանի վարչապետացուի տեխնացու ունեն, իրեն եմ տեսել, որ բան տենց մի քանի այսպես սենց խրող դեմքի արտահայտությունով տղամարդկանց հետ գալիս էին վարչապետին կաթողիկոսին դիմավորելու։ Նիկոլ Փաշինյանի այս առաջ Բայց ես էլ հարց տամ, էլի, եթե կարելի է։ Այս ժանրում լրագրողն է հարցը։ Բայց կարող եմ հռետորական հարց տալ։ Ձեր համար, ձեր համար կամ մեր հայրենակիցների համար նորմալ կլինի դա, որ ասենք լավ գնացին այսքան մարդով դիմավորեցին կաթողիկոսին, եկեք ուրեմն հետ կանգնենք, թող շարունակվի մնալ եկեղեցիները, որոշ եկեղեցիներ ճուլան, որոշ կուսակրոններ երեխա ունենան, զավակներ ունենան ու եկեղեցու որոշ սպասավորներ էլ ակտիվ քաղաքականությամբ զբաղվեն։ Պարզապես պետությունը չունի էլի որևէ լծակ կառավարությունը, որ թեկուզ եւ եթե խախտվել է այդ կուսակրոնության ուխտը, կանա ինչ որ լուծի, պետությունը չունի նման։ Իսկ միգուցե մեր հոգևոր հոտը, երբ առերեսվի ճշմարտության հետ եւ իմանա, որ այս կամ այն կուսակրոն հոգևորականը զավակ ունի եւ խախտել է կուսակրոնության այդ կետը, միգուցե գոնե սկսի այլ կերպ վերաբերվել այդ հոգևորականին, ոչ եկեղեցուն, որովհետև եթե ես իմանամ, որ այս կամ այն կուսակրոնը ունի զավակ, ես իմ վերաբերմունքը, իմ հավատը առ եկեղեցի չի փոխվի դրանից, բայց փոխարենը կփոխվի իմ վերաբերմունքը այդ հոգևորականի նկատմամբ։ Ես այլևս չեմ համբուրի նրա աչքը, ես չեմ ցանկանա, որ նա մկրտություն իրականացնի։ Հիմա կաթողիկոսի աչքը կհամբուրեք։ Ես մինչև հիմա համբուրել եմ կաթողիկոսի աչքը։ Հիմա այս ֆոնին։ Ես արդեն ասացի։ Չէ, ես ասում հիմա, եթե հանդիպեք։ Ես դժվար հանդիպեմ հիմա կաթողիկոսին։ Դուք գիտեք հոգևորականների, որոնք երեխաներ ունեն։ Ես գոնե գիտեմ, որ կան նման կասկածներ որոշ հոգևորականների հետ կապված եւ ուզում եմ որպեսզի իմ կասկածները փարատվեն։ Նիկոլ Փաշինյանն արդեն պնդում է օրինակ կաթողիկոսի։ Շատ լավ, դեռ սպասում եմ, որ հերքում լինի։ Ես դեռ սպասում եմ, որ հերքում լինի։ Այսինքն ստացվի Նիկոլ Փաշինյանը սուտ է խոսել։ Ես ասում եմ դեռ սպասում եմ, որ հերքում լինի։ Եթե նրանք կարող են հերքել եւ ապացուցել իրենց ասածը, ես
Փաշինյանից հաշիվ կպահանջեք, կասեք ինչու եք վարկաբեկում։ Լսեք, ես էլի եմ ասում, ես սպասում եմ, որպեսզի եկեղեցականները հերքեն կամ հաստատեն վարչապետի ասած տեղեկությունը։ Եվ ինչ է կարծում, ավելի շատ իրավիճակն այնպիսին է, որ կհերքեն, թե կհաստատեն։ Եթե հերքելու լինեին, կարծում եմ, մինչև այս պահը բազմաթիվ առիթներ են ունեցել, որպեսզի հերքեն։ Ատոնիկոսը երեք ասեց խնդիրները մենք մեր մեջ, մեր եկեղեցական կարգով բառացի չեմ ասում, բայց ասացի տրամաբանությունը դա էր, որ եկեղեցու խնդիրները լուծելու այդ սահմանված կանոններով կառաջնորդվենք։ Իսկ եկեղեցու հետևորդը այդ դեպքում ինչ անի։ Ման վարի աղոթի։ Հա։ Եվ այն ինչ որ իրենք կորոշեն, դրա մասին մենք տեղյակ չլինենք։ Հայտարարություն է տարածում Ինչ հայտարարություն։ հոգևոր խորհուրդը, Ինչ հայտարարություն։ որը ձեր արածը ազգակործան բան է։ Չէ։ Իսկ կաթողիկոսի զավակ ունենալու վերաբերյալ միգուցե հայտարարություն տարածի, որ ես որպես հոգևորական հասկանամ, որ ես իմ հոգևոր առաջնորդին ինչպես վերաբերվեմ, նա խախտել է կուսակրոնության այդ կետը, թե ոչ։ Ասեցիք որպես հոգևորական։ Որպես ինչու՞ չէ նաև հոգևորական։ Ես ինձ համարում հոգևոր մարդ։ Լավ, դուք այս հանգուցալուծումը ինչպես եք պատկերացնում։ Նիկոլ Փաշինյանը ամեն առավոտ պետք է գրառում անի եւ ինչքան ձգվի սա, մինչև որ նա 26 թիվը, որ ել իշխանություն չլինեք կամ հետո իշխանություն լինեք, բայց ելի շարունակի գրել։ Ես չգիտեմ, ասում եմ կան անձինք, ովքեր որ կարող են մի նախադասությամբ վերջ դնել այս process-ին։ Մի նախադասությամբ։ Այո, ունի զավակ, ոչ չունի զավակ։ Եվ այս process-ը, որ դուք ասում եք ինչքան պետք է շարունակվի։ Եվ այս process-ը կդադարի։ Վեհարանը Ես չեմ կարող ասել ինչ կլինի։ Չեք բացառում։ Ես չեմ կարող ասել, դուք հարցնում եք Վեհարանը կշրջափակեք, ես ասում եմ, ես չգիտեմ ինչ կլինի։ Նիկոլ Փաշինյանը, որ ասում է սիրով եւ քրիստոնեաբար Վեհարանը ազատ ենք, դա ինչ է ենթադրում։ Չգիտեմ ինչ է ենթադրում, կապրենք Ձեզ կտեսնենք։ համարել են Նիկոլ Փաշինյանի մտքերը անհասկանալի։ Համենայն դեպս ինչպես սիրով եւ քրիստոնեաբար հեղափոխություն տեղի ունեցավ եւ որը մեկի քթից անգամ արուն չեկավ, Սև լենտերով եւ դագաղներով։ սերլենտերով եւ դագաղներով process-ը սկսել է դեռևս 2008 թվականին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանի տան դիմաց էին այդ սև լենտերը եւ դագաղները, իսկ մեր ժամանակ 2018 թվականի հեղափոխությունի հարթակից դա մերժվել է եւ հորդոր է եղել, որ նմանատիպ բաներ չլինեն։ Իսկ ինչ վերաբերում է 2008 թվականին 10 հոգի գնդակահարվեց։ 2018 թվականին այդ սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտում մի հոգու քթից անգամ արյուն չեկավ եւ տեղի ունեցավ հեղափոխություն։ Իսկ այսօր ոմանք տենչում են քաղաքացիական պատերազմ եւ իրենց լրագրողներին քսի են տալիս, որպեսզի գնա եւ վարչապետին եւ մյուս պաշտոնյաներին անդադար հարցնի քաղաքացիական պատերազմ եք ուզում, քաղաքացիական պատերազմ եք ուզում։ Քո շեֆերն են ուզում քաղաքացիական պատերազմ։ Քո շեֆերը, ովքեր որ քեզ ուղարկել են, քսի հրաման են տվել, որ դու գաս եւ մարդկանց մեջ խուճապ առաջացնող արտահայտություն անես։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։